Գործադիրի որոշմամբ կսահմանվեն 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Սույն որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափականակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 25 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացված Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի 25 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Հաջորդ նախագծով վերանայվել են առողջապահական ներառյալ բժշկական օգնության և սպասարկում իրականացնող գործադիր մարմնի ղեկավար պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները։ Անհրաժեշտ է առավել որակյալ բանիմաց կադրերի ընտրություն և նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը։ Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով եւ ունենան նաև գործադիր ուրեմն մարմիններում աշխատանքային փորձի բավարար ուրեմն պայմանին համապատասխանեն։ Պետք ներկայացրած նախագծով էլ առաջարկվում է վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով։ Մասնավորապես առաջարկում են կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Մյուսը կանոնակարգում ենք հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով, մասնավորապես ՀԴՄ կտրոններով, ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը։ Կառավարության որոշմամբ սահմանվում են հիփոթեկային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքերի նվազագույն և առավելագույն մակերեսները, անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակում վարկատու կազմակերպություններից համապատասխան տեղեկատվության ստացման և փոխանակման եղանակները, բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը։ Այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից, սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում, հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերվի, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որը այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով,
եւ հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։ Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման եւ պետական турքերի համար կատարված ծախսերը կփոխհատուցի Պաշտպանության նախարարությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։